եւ Հայաստանի նախաձեռնությունը չի։ Այսինքն ընդդիմության կորցրած երկու ստորագրությունները նորից կկորչեն։ Հիմա իրանք ինչ ասին ուզում են process-ը վիժեսնեն։ Ինչ անշանակում նա վստահություն չի ներշնչում։ Ում մոտ չի ներշնչում։ Այսինքն Էդգար Ղազարյանն ուզում ասի, եթե տեխնացուին չի առաջադրել Սերժ Սարգսյանը, ուրեմն իրանք դեմ են։ Ինչ ա ուզում։ Ոչ, ուզում է ասի, եթե Փաշինյանին է անվստահություն գործընթաց հայտնում, դուք աշխատել եք ժամանակին Փաշինյանի հետ համագործակցություն։ Էդգար Ղազարյանը Փաշինյանի մոտ դեսպան է աշխատել Լեհաստանում։ Հակենք թեման, ասեմ, չեմ ուզում Էդգար Ղազարյանին անդրադառնամ։ Մարդիկ, նույնպես Էդգար Ղազարյանը իր խոսքը հուսով եմ հարգում է։ Եվ պարոն Նարեկ Մալյանը, երկուսն էլ դիմել են падգամավորին, ասել են նախաձեռնեք։ Падգամավորները նախաձեռնել են։ Դրանից հետո որևէ պատրևակով խոսակցություն շարունակել, նշանակում է շարունակել են բանը Կիրովականի ասած տինտիրիտներ անել։ Բամանկապարտեզ չի հասկացա։ Չէ, լուրջ մարդիկ ենք, բաներ ենք խոսում։ Հիմա պատիվ ունեմի 6 падգամավոր լուրջ մարդիկ են, չէ, հայտարարել են առանձնախապայմանների տալիս ենք։ Սպասում ենք Հակոբ Ասենյանի կաբինետում բերեք ստորագրությունները։ Ինչ խնդիր կա։ Այսինքն կարող է հայ ժողովուրդը ունենա տեխնացու, որ ամբողջ ժողովուրդը վստահի։ Բացառում եմ։ Ինչ են առաջարկում, որ եթե Սերժ Սարգսյանի տեխնացուն չի, ուրեմն չեն միանում, թող այդպես ասեն, շատ անկեղծ թող ասեն։ Որովհետև բանա ստեղ աշխատելն, անդեղ աշխատել, կներեք որևէ մեկի անցած ճանապարհին, եկեք ես չանդրադառնամ։ Ահա որ բաներ տեղի կունենան։ Ես ուզում եմ նորմալ գործընկերային հարաբերություններ պահպանեմ, որևէ մեկի հետ որևէ խնդիր չունեմ։ Իմ թիվ մեկ նպատակը իմպիչմենտը հասնել տեղ, անցալով իրենց նախաձեռնած process-ին եւ պաշտոնանկել Նիկոլ Փաշինյանին, այդքան բան։ Դուք ինչու եք ուզում Փաշինյանի անվստահություն հայտնել։ Կլսեք իմ 60 րոպեանոց ելույթում։ Կլսեք, կարճ ասեմ, նախագծում հիմնավորումը ներկայացված է Նիկոլ Փաշինյանի կառավարությունը արդեն երկար ժամանակ է շեղվել է ինքն իր ծրագրից, որը անվստահության հիմք է։ Մնացածը բանավոր։ 26 թվականի ծրագրից շեղվել։ Բավական։ Եվ առանցքային մի երկու բան կնշեք ծրագրի շեղվելու։ Չեմ նշի։ Կամ մի 3 կետ։ Այսինքն կներեք, ես փաստաբան եմ։ Դուք հիմա եկել եք ասում եք ձեր ստրատեգիան, ասեք դատի տարած, օրինակ պատրաստ են, այ քեզ բան։ Հիմնավորման մեջ չկա նախագծում։ Հա, կա դե կկարդալ։ Հա, հիմա ուզում եք հիմնավորումը ես կարդամ։ Պարոն Մարուկյան, հիմա Ուրիշ հարց ունեք, որ հիմնավորում չկա, ասեք դրան պատասխանեմ։ Հարցրեք, ասեք օրինակ արտախորհրդարանական ուժերը ինչու չեն դեռևս հայտարարություններ անում, որ աջակցում են process-ին։ Հարցրեք ուրա պատիվ ունեմի ստորագրությունները, հարցրեք ուրա Հայաստան Դաշինքի ստորագրությունները, հարցնում եք ոնց է Նիկոլ Փաշինյանը, այ քեզ բան։ Չաս։ Սպասում են process-ը մեկնարկի նոր արձագանք։ Սա պարլամենտական process է, պետք է իրանք մեկնարկեն, հետո նրանք։ Հերթականություն կա, այսինքն ուզում են ով մեկնարկի ստորագրությունը իրանց ձեռքում է։ Ով ուզում էին падգամավորները մեկնարկեն, падգամավորները մեկնարկել են։ Ես ասացի բացառում եմ, որ միանում են։ Չէ, Էդգարը դուք ինձ հարցրեցիք Էդգար Ղազարյանի հարցից, հա, ես կարդացել եմ արդեն։ Նաև 3 երեկոյան Սաթիկ Սերանյանի եթերում էլի նույն հարցն է քննարկվել, որ պետք է ընդդիմությունը մի հատ էլ տեխնացու առաջադրի։ Այսինքն իրենք անգիր գիտեն, որ այս երկու падգամավորները հարգարժան նախապայման ունեն։ Հետեւաբար ուզում են վիժեսնեն այս process-ը, ուզում են այս երկու ստորագրությունից զրկվեն։ Եթե դա են ուզում, թող անեն։ Դա բառացի վիժեցում է։ Պարոն Մարուկյան, Կներես, Հովիկ Աղազյանն ինձ ասել է, մի քիչ կարող է մեջը բան կա, ասել է պարոն Մարուկյան, եթե ձեզ իրանք առաջադրեն, մենք չենք միանա։ Հասկանում եք ինչքան սկզբունքային հարց է դրած։ Այսինքն իրանք ինձ առաջադրել են, չէ՞։ Ասում են, եթե իրանք պատիվ ունեմ ու Հայաստանը ձեզ առաջարկեն, այսինքն ինձ, իրանք չեն միանա։ Կկորչի այդ երկու ստորագրությունը։ Բաբայանի անունն էլ է խորհրդի։ Ով է շրջանառում, Վահան Բաբայանը։ Պատիվ ունեմ։ Ոչ, չկա նման բան։ Դուք տեսել եք падգամավոր Վահան Բաբայանի անունը շրջանառել են։ Բա որ չէ, ինչ եք այդ անունը տալիս։ Դե հիմա ցալկ ուտել մեր տղեկնել են ուզում առաջադրվեն, խոսում են։ Ցալկուտը գիտեք, Կիրովական թաղամասը։ Դուք ասում եք, որ հանդիպումներ պետք է անցնեք, ունենաք 3 ձեր ուղիղ եթերում նաև խոսում եք խորհրդարանից դուրս հայտարարությունների աջակցող ինչ-որ գործողությունների մասին նաև արտախորհրդարանական ուժերից։ Նախ կխնդրեի կարճ ասեիք խորհրդարանական երկու ուժից փաստացի չունեք արձագանք։ Խոսեցինք արդեն դա։ Ուղղակի ես գրել եմ, հա, սպասում եմ։ Իսկ արտախորհրդարանական ուժերից ինչ հանդիպումներ եք ունեցել, ինչ արձագանքներ կան։ Ես քանի որ դեռևս չունեմ համաձայնություն հրապարակելու, հիմա չեմ կհրապարակի, երբ որ կավարտեմ կհրապարակեմ։ Այսօր օրինակ 3 ուժի հետ հանդիպում եմ։ Բայց թե որ ուժերի հետ եք Արտախորհրդարանական։ Չէ, կոնկրետ որ ուժերի։ Դե կասենք հիմա ես
Այդ մարդկանցից թույլտվություն չեմ խնդրել, որ հրապարակեն։ Եվ պարոն Մարուկյան, տեսեք, Ես գործընթացի հրապարակայնության ֆունդամենտալ կողմնակից եմ, դրա համար եմ նաև ուղիղ եթերում զանգել պարոն Սերյան Օհանյանին, պարոն Հայկ Մամիջանյանին, որտեվ իրանք են պարլամենտում, իրանք են իրանց ձեռքին ստորագրությունները, բայց այս իմաստով արտախորհրդարանականների իմաստով իրենք ստորագրություն չունեն։ Հիմա իմ հանդիպումների արդյունքում հայտարարություն կանեն, որ աջակցում են process-ին, դուք կիմանաք, որ ուժն է։ Չեն անի, կորոշենք այդ անունները հրապարակենք, թե ոչ։ Հարցը մյուս հետևյալն է, պարոն Մարուկյան, տեսեք, այս process-ը, որ սկսում էին քաղաքացիական շրջանակներից, հայտարարում էին, որ այս process-ում էական է ոչ թե այն, թե ով է առաջադրվելու վարչապետի թեկնածու, այլ այն, որ անվստահության գործընթաց ենք սկսում։ Վայ, շնորհակալ եմ ես ձեզ, Շողիկ ջան։ Ես ձեզ հիմա Էդգար Ղազարյանն ասում է, չէ, էական է ով թեկնածու։ Այսինքն այս մարդկանց խոսքը նոր խոսեցինք այդ թեմա, բայց շատ լավ է որ դուք ասեցիք, էլի։ Շատ եմ շնորհակալ։ Այդ ինչ տեղի ունեցավ, եթե իրենց հայտարարությունը այն մասին էր, որ սա վարչապետին անվստահություն հայտնելու մասին է, բայց փաստացի իրենց այս պահի դիրքորոշումները առնվազն ակնարկներ են այն մասին, որ թեկնածուի հարցն է խնդիր։ Սա ինչ է նշանակում, իրական նպատակները իրենց գուցե Նիկոլ Փաշինյանին հեռացնելը կամ անվստահության գործընթացը չէ։ Ինչի մասին է այդ դեպքում էս իրենց ակնարկները փաստում։ Ես նայում եմ եթերները, իրենց հարակից մամուլը երկու օրվա մեջ այնպիսի հարցակումներ է գործում իմ նկատմամբ, որ ես սկսել եմ մտածել, լավ, եթե այս մարդիկ պետք է ստորագրեն իրենց ասած առանց նախապայմանների փաստաթղթի տակ, այդ պարագայում ինչու են փորձում տեխնացուի վրա հարձակվել։ Տեխնացուի վրա, պարոն Աստանյանի վրա, պարոն Աղազարյանի վրա փորձել անլրջացնել, այդ տեսնում ենք մենք։ Եվ այստեղ հարց է առաջանում, ո՞րն է պլանը, այսինքն նախնական պլանը մենք մտածել ենք, որ իրանք անկեղծ են, ուզում են Նիկոլ Փաշինյանին հեռացնեն։ Հիմա ես թողնում եմ պատասխաններն իրենց։ Ես հույս ունեմ, որ նաև Էդգար Ղազարյանը, նաև մյուս բոլորը, ովքեր որ հիմա այդ գծի մեջ են, ժողովրդի լեզվով ասած քարը իրանց փեշից կթափեն եւ կհասկանան process-ը, բայց մյուս կողմից իրենց ձեռքին ստորագրություն չկա։ Իրենք չեն որոշում, ստորագրությունները գտնվում են падգամավորների ձեռքերին, ովքեր ունեն արված ծանրակշիռ հայտարարություններ։ Հիմա Էդգար Ղազարյանը ում է սիրում, ում չի սիրում, դա իր քիչ է։ Եվ պարոն Մարուկյան, եթե անգամ այս process-ը падգամավորներ ընդդիմադիրներ, եթե անգամ միանան եւ նախագիծը ներկայացվի եւ այդ հարցը հասնի քվեարկության փուլում, այդ փուլը դուք ինչպես եք պատկերացնում, երբ արդեն առնվազն 2 տասնյակ իշխանական падգամավորի համաձայնությունն է պետք գալու վարչապետի ընտրության եւ Նիկոլ Փաշինյանի նաեւ անվստահություն հայտնելու հարցում։ Քիչ առաջ հարցին արձագանքել եմ, մենք շարժում ենք փուլերով։ Հիմա ձեզ անկեղծ բան ասեմ, ընդդիմությունը դեռ ստորագրությունները չի տվել, մենք քննարկում ենք ԿՊ-ին, ինչքանով է դա լուրջ։ Պետք 36 ստորագրությունը թղթի վրա լինի, էլի գամ ստեղ կկանգնեմ այստեղ, դուք կգաք, խոսանք դա։ Ես անլուրջ եմ համարում հիմա process-ից բանը ընկնել ես իմ ու էլի։ Չէ, բայց կներեք, հիմա հարցը այդտեղ է։ Պարոն Մարուկյան, եթե պետքա ունենաք, չէ՞ ձեր քայլերի հաջորդականությունը, եթե ընդդիմությունը բերում է այդ, ձեզ առաջադրում է եւ բայց ձեզ ով ասեց որ ես չունեմ։ Ես ասեցի ես չունեմ, ասեցի քայլերի հաջորդականությունը կհրապարակվեն քայլերից հետո։ Ասում քայլերի հաջորդականությունը կհրապարակվի իրարից հետո։ Հիմա ընդդիմությունը պետք է աջակցի, չէ՞ սկզբից, հետո ԿՊ-ն։ Կարող մտածում եք որ ԿՊ-ն պետքա բանը, ԿՊ-ն է իմպիչմենտը սկսել։ Չէ, պարզապես ակնհայտ է որ ԿՊ-ն չի քվեարկի։ Ոնց է ակնհայտ։ Ձեզ ասել են իրանք։ Իրենց հավատարմության երկումները Նիկոլ, այո, ես հարցազրույցների ընթացքում հասկանում եմ որ դուք 70 հոգու հետ խոսել եք։ Դուք երբ որ խոսում եք, այդ ժամանակ իմպիչմենտը չկար։ Հիմա իմպիչմենտ կա։ Այդ ժամանակ իրենք մտածել են, որ որևէ падգամավոր չի ունենա խիզախություն թուղթ ստորագրի նման։ Դուք իրողությունները բան եք անում, հետո առաջ եք անում, Նարեկ ջան։ Սա նոր իրողություն է։ Կարծում եք ձեր առաջադրվելուց հետո ԿՊ-ն որոշ падգամավորներ թեկուզ կվերանային իրենց մոտ։ Ես անհարկի եմ համարում ընդդիմության ստորագրությունները դեռ չդրված ձևաթղթի տակ քննարկել ԿՊ-ին։ Լավ։ Եվ ձեզ համար ընդունելի է Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի թիմերով առաջադրվելը, եթե իրենք ստորագրեն, պարոն Մարուկյան։ Դուք հարցը սխալ եք ձևակերպում, ինձ առաջադրելու է падգամավորների 1/3-ը։ Սատարումը նրանց ընդունելի է ձեզ համար։ Այսինքն Նիկոլ Փաշինյանի համար ընդունելի էր հանրապետականների դաշնակների սատարումը ընտրվի վարչապետ, եկեք ինձ հարցնում եք, ինչ կապ ունի։ Հիմա էլ այդքան 1000 մարդուն ներկայացնող մանդատներն են սատարում։ Կարող է այդ մանդատները բանից են եկել, ժողովրդի տված մանդատներն է, այդ փողոցում կանգնած մարդկանց մանդատներն է։ Պարոն Մարուկյան, բայց հանրության խոսակցություններ չեն։